Ես ինչ նկատի ունեմ, որ ասում եմ ժողովրդավարական այլընտրանք պետք է առաջանա։ Ակնհայտ է, չէ, որ հիմա ենթադրենք իշխանությունը 31 թվին, եթե ենթադրենք 31 թվին էլ հաղթեց, հաջորդը 36 թվին իշխանությունը լեգիտիմություն չի ունենալու։ Եթե մեջտեղում ժողովրդավարական այլընտրանք չեղավ, գործընկեր այլընտրանք իշխանության հետ, որի հետ իշխանությունը ինչ-որ մի օր կարող է կոալիցիա կազմել, ապա սրանց հաղթելու, ընդ որում սրանք հակապետական սեգմենտ են, հաղթելու հավանականությունը, որ արագ վերածվելու է հեղաշրջման, մեծանում է։ Եվ այստեղ մեր գլխավոր խնդիրը այդ մեջտեղի ժողովրդավարական այլընտրանքի չկայացվածությունն է։ Ամբողջ ծանրությունը նայեք, ընկած է իշխանության վրա։ Ամբողջ ծանրությունը։ Հա, քաղաքական պայքարը տանելու։ Իհարկե ժողովրդավարական ուժերը իրենց ներդրումը ունեն մեր պետության կյանքում, եւ դա գնահատելի է։ Բայց քաղաքական մասնակցության տեսանկյունից բացարձակ զերո են։ Բացարձակ եւ ոչ մեկ հեքիաթ չպատմի։ Այնտեղ մեջները հեքիաթ պատմողներ կան հեքիաթ պատմողներ։ Եվ սա լավ չի, այսինքն այդ հակադրությունը, որտեվ իշխանության եւ այս ռուսական թևի հարաբերություններ, իշխանություն ընդդիմություն հարաբերություն չի, սա թշնամական հարաբերություն է, աշխարհաքաղաքական հարաբերություն ունենալու չունենալու հարաբերություն է։ Հիմա այդ ամբողջ ծանրությունը իշխանության վրա է, չկա մեջտեղը այն կազմակերպված պոտենցիալը, այլընտրանքը, որ կկարողանա սրանց ագրեսիան զսպի, չի առաջանում այդ պոտենցիալը։ Իսկ իշխանությունը 46 թվին կամ 36 թվին կամ թեկուզ 31 թվին այս լեգիտիմություն ունենալու է, այս հեղինակությունով գիտի։ Իսկ եթե այլընտրանք չի առաջանում, որ աջակից լինի, կոալիցիա վաղը միսուր կազմեն, հեղաշրջման վրտանգը մեծանում է Հայաստանում։ Բայց ով պետք է անի այդ հեղաշրջումը, ասում դրա համար մեջտեղը ժողովրդավարական այլընտրանք պոտենցիալ ունեցող այլընտրանք պետք է առաջանա։ Մի քիչ ավելի Պարզեցրեք, ինչ է նշանակում ժողովրդավարական այլընտրանք։ Այսինքն քաղաքական ուժեր եւ ինչու չկա։ Դե տարբեր պատճառներ կան դրա համար։ Օբյեկտիվ։ Քաղաքական, օբյեկտիվ էլ, բայց գլխավորապես սուբյեկտիվ։ Որովհետեւ այդ քաղաքական ուժերի կազմակերպվածության մակարդակը ցածր է։ Տարբեր պատճառներ կան։ Կա միգուցե անձնական եսասիրություն, կա քաղաքական process-ները լավ չհասկանալու շատ ուրիշ բաներ էլ, բայց չխորանանք։ Ֆինանսական էլ, հա, բայց այդ էլ կա իհարկե, բայց չէ, այդ այլընտրանքային ժողովրդավարական ուժերի մեջ այնպես ուժեր կան, որոնք այդ ֆինանսի խնդիրը դժվար ունենան, էլի։ Կարող է 1-2-ը ունենան, որոշները չունեն այդ խնդիրը, էլի։ Պարզապես այդ դաշտն էլ մի քիչ հասկանալի դաշտ չի, էլի։ Օրինակ եվրոպական աշխարհայացքով ուժ կա, բայց որը, ասենք, ամերիկյան ուղղությանը դեմ է, այս էլ հասկանալի չի, հասկանալի չի, նախ որովհետև հասկանալի չի, վերջը դրանք արևմտյան մտածողության քաղաքական ուժեր են, թե չէ, և երկրորդ ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ եմ ասում, այդ Եվրոպա ցանկացող քաղաքական ուժերին, որոնց վրա Եվրոպամետ է գրած, եթե դուք Եվրոպա եք ուզում, դուք պիտի ուզենաք նաև եվրոպական քաղաքական մշակույթ, չէ, հիմա եվրոպական քաղաքական մշակույթում ոնց է, Առիթ ունեցել եմ ասում, հիմա էլ եմ ասում։ Եթե կուսակցության ղեկավարը ընտրություններին պարտվում է, այդ կուսակցության ղեկավարը գնում է։ Ինչու է, որ դուք արա 40 տարի է նստած եք ձեր տեղերը։ Դուք չեք տեսնում, որ դուք ձեր դեմքով այլընտրակ չեք կարալու սարքեք։ Այսինքն եսասիրություն կա մեջները։ Դու ձեր մեջ չկա նոր երիտասարդ սերունդ, բերեք առաջ։ Չկա։ Այս էլ իրենց մեղավորությունն է, եւ շատ ուրիշ բաներ կա, չեմ ուզում շատ խորանալ, որտեվ այդ ինձ հարազատ թեվ է, էլի, շատ չխորանանք, բայց իրենք պետք է գնան վերաիմաստավորեն իրենց կազմակերպվածության մակարդակը։ Ինչու է, որ դուք անընդհատ չեք անցնում։ Ինչու։ Եվ ոչ մեկ բացատրություն չբերի, որովհետև դե իշխանություն է, որովհետև տատուսարև, պապուսարև, այդ սա սուտ է։ Դու ձեր կազմակերպվածության պոտենցիալը որտեղ է։ Եվ եթե այսպես ժողովրդավարական թևը նայեք, ասենք գումար եք իրար 1.5% զենք չեն տարել։ Սա սարսափելի թիվ է, ոչ մեկ բան չբացատրի, գնացեք մտածեք, փոխվեք, դուք պատասխանատվություն ունեք, պատասխանատվություն, հեղաշրջման մեջ, եթե հանկարծ այդպիսի հավանականություն է, այս բան չկա, բայց հետագայում դուք մեղավորություն եք ունենալու։ Ուզում ասեմ, լավ կլինի, որ այս դաշտում կազմակերպված պոտենցիալ առաջանա, այլընտրանք, որի իշխանության հետ կազմակերպված աշխատեն չթողեն հեղաշրջում։
Բայց այս վիճակը վաղուց է։ Դե հա, որովհետև ելք չեն որոնում մարդիկ։ Ելք չեն որոնում եւ դուք դա եսասիրության հետ եք, այսինքն ամբիցիայի հետ եք։ Շատ ուրիշ բաներ էլ կա։ Հիմա շատ չխորանանք էլի։ Մի խոսքով ուզում ասեմ, այս դաշտը, այստեղ այլընտրանք պիտի կայանա։ Եվ եթե ժողովրդավարական թևի մեջ չկայանա, ցավ KGB-ով տեղավորելու են այդտեղ այլընտրանք։ Տեղավորելու են այդ դաշտում։ Եվ դա, հա, գործակալական ցանցով տեղավորելու են, Եվրոպամետի դեմքով ուժ են տեղավորելու։ Դրա համար այստեղ շատ մենք պետք է նկատի ունենք, մենք սովորական ժողովուրդ չենք։ Մենք սովորական պետություն չենք, այստեղ սովորական լուծումներով դուք հարց չեք կարա բան անեք, որոնեք։ Դրա համար լավ կլինի այս թևը մի քիչ կարգի գա։ Դուք ինքներդ քաղաքականության մեջ, ես գիտեմ, այս հարցը դուք չեք սիրում, բայց հպանցիկ գոնեին, որքանով որ կարող եք պատասխանել։ Դուք քաղաքականության մեջ մի պահ մտաք եւ դուրս եկաք։ Դժվարն եմ ասել, թե կարող է դեռ վերադառնալ։ Ֆորմալ իմաստով, այո, մնացածը դուրս եկել։ Հա, այն որ ժամանակին ես ներկայացել եմ, եղել եմ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության անդամ եւ վաղուց արդեն դադարեցել եմ մատեմատիկությունը, պարզապես դրա մասին բարձրացեն չեմ հայտարարել, որտեղ ցանկություն չեմ ուզեցել նաեւ վնաս լինի կուսակցությանը։ Չեմ ուզում պատճառների մասին շատ խոսենք, չխորանանք։ Ձեր մասնակցությունը քաղաքականության մեջ, ձեր հետագայում կհասկանամ, չգիտեմ, այս պահին այդ մասին ոչինչ ասել չեմ կարող, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց այս պահին նույն ԱԺԲ-ից էլ շատ մարդիկ դուրս են եկել, այդպես լինում է, կուսակցությունները հա, դա նորմալ բան է, շատ չխորանանք, հետագայում կհասկանանք, այս պահին որևէ բան չեմ կարող։ Դեռ պատրաստ չեք մտնել այդ պայքարի մեջ եւ այդ ժողովրդավարական ուժը դառնալ։ Ես ամեն ինչ էլ պատրաստ եմ, պարզապես այս պահին կարծում եմ խիստ արդիական չէ այդ մասին խոսել։ Հետագայում երբ որ վերջնական ես որոշում կունեմ, խոսեմ դրա մասին։ Թույլ տեղը Հայաստանի քաղաքական դաշտի որն է։ Ինչու չի կայանում։ Ինչն է խնդիրը, թե գուցե կայացել է, որովհետև այդ դուք որ ասում եք, շատ կուսակցություններ, չեմ ասում բոլոր, այդ արևմտամետ ավելի այդպես են անվանում, ներող թող լինեն ինձ, այդպիսի կուսակցությունները, դրանք ասում են, դե Նիկոլ Փաշինյանը հաղթեց, նա էլ է արևմտամետ, մեր ձայները գնացին իրեն, օրինակ, այդպես էլ եմ լսել։ Տարբեր պատճառներ կա չկայացվածության, նախ որովհետև վատ ժառանգություն կա, նաև որովհետև Հայաստանում շարունակվում է խորհրդարանում պայքարը դիտվել բացառապես իշխանություն ընդդիմություն հակադրությունների համակարգի մեջ, որը հասարակությունը, իսկ մեր իշխանություն ընդդիմությունն էլ, ասենք, ընդդիմության սեգմենտը գրաված ընդդիմադիր չեն այդ մարդիկ։ Այս թշնամանքը հասարակությունը միշտ պահում է անկայուն վիճակում։ Օրինակ նայեք, խորհրդարանը իշխանություն ընդդիմություն համակարգով չի աշխատում։ Իշխանություն ընդդիմությունը ո՞րն է։ Դա իշխանական կառույցներում զբաղեցրած տեղն է։ Մեկը շատ ձայն է հավաքել իշխող է, մեկը քիչ է ընդդիմադիր է։ Բայց խորհրդարանը այդպես չի աշխատում։ Խորհրդարանը աշխատում է բևեռներով, աջ, ձախ, կենտրոն։ Օրինակ Հայաստանում չկա այսպիսի բևեռ, չի կայանում։ Եվրոպամետ ռուսամետ, եվրոպամետ, ռուսամետ։ Ես ուզում եմ հասկանալ այս աշխարհաքաղաքական անտագոնիզմը, որը եկել է խորհրդարան։ Սա ո՞նց է խորհրդարան կայացնելու։ Ո՞նց։ Այդ կուսակցությունները պետք է ինքնություն ունենան, չէ՞, տնտեսական, քաղաքական։ Օրինակ իրենք ինչ են, սոցիալիստ են, սոցիալ-դեմոկրատ են, պահպանողական են, լիբերալ են, լիբերտալ են, ոչ մեկից ոչ մի բան չես հասկանում։ Գաղափարական, հոսանքային պայքար չկա։ Օրինակ այնտեղ մեկը կա, լուսավորիչների կուսակցություն կա։ Այդ մարդիկ լիբերալ աշխարհայացքի կուսակցություն են, բայց գտնում են, որ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի հետ։ Եթե օրինակ լինել աչեր ձախել, ասենք ինքը լրիվ աչ է, չէ, լիբերալ է, չէ։ Օրինակ դրա վզից կբռնեն, խորհրդից կշպրտեն դուրս, կասեն, դու լիբերալ ես, դու ավտորիտարիզմ ես քարոզում։ Այսինքն այս պայքարը չկա գաղափարախոսական, անընդհատ հասարակությունը տանում են անտագոնիզմի։ Դրա համար խորհրդանական կյանքը չի կայանում, չէ կայանալու։ Բայց մեր պարական երևի նորմալ է, որ սենց է, որտեվ մենք նոր ենք պետություն դառնում, դա ցավալի բան է, որ մենք սա պետք է արձանագրենք, բայց մենք ինքնիշխան պետություն նոր ենք դառնում, այն ինչ որ եղել է, դա ուրիշ բան է եղել, դա եղել է Ռուսաստանի ոտքերի տակ պարկած պետություն,
պետության նման մի բան, բայց ինքնիշխան պետություն մենք նոր ենք կայանում, դրա համար, բայց քանի որ նաև ելի եմ ասում, այն այլընտրանքը չկա, որ եռաթև պայքար լինի։ Այս երկուսի մեջ է պայքարը, որ դրա համար դժվար է։ Դե շատերը անգամ այդ երկուսի մեջ էլ պայքար չեն տեսնում։ Մենք պետականաշինության փորձ չունենք, մենք պետք է Լավ, բայց մի օր պետք է կարողանանք նույն ձեզ նման քաղաքագետներ, ովքեր են դիվանագետները, ես չգիտեմ, ովքեր պետք է սկիզբը դնեն, որպեսզի մենք ունենանք եւ պետական մտածողություն, եւ պետականաշինության գոնե ինչ որ առաջի քայլեր պետք է փորձ պետք է սկսենք ձեռք բերել, թե անընդհատ ամեն տարի մենք ասենք մենք դրա փորձը չունենք, 600 տարի մենք պետականություն չենք, բայց արդեն ունենք, չէ՞, մի երեխան էլ որ մոտ մի տարեկան է դառնում, արդեն սկսում է քայլել գոնե։ Այո։ Մեր պարագան բարդ է։ Նախ այն որ մենք որոշակի ձեռբերումներ ունենք, այդ հաստատ է այս ընթացքում։ Այնպես մենակ բան չանենք, չլացացնենք։ Ձեռբերումներ կան։ Պարզապես քաղաքական դաշտն է դժվար կայանում, որովհետև մենք որպես հասարակություն էլ ենք այդպեսին։ Օրինակ, այս խորհրդարանը դի օբյեկտիվ լինենք։ Մեր հասարակության խտացված պատկերն է։ Այսինքն այս խորհրդան ինչ է սա առաջացել։ Սա մեր պետության հավաքական պոտենցիալի իրադարձություններին, երևույթներին արձագանքելու հավաքական պոտենցիալի եւ մեր ժողովրդի քաղաքական մտածողության արդյունքն է։ Այսինքն այդ ռուսական մտածողությունը դեռևս կա մեր հասարակության մեջ։ Այդ որ շարը գցում են, հա, կաշառք, մաշառք, հա, ենթադրենք կաշառքն էլ կա, չէ, բայց ռուսական մտածողություն կա։ Սա պետք է ջարդվի հասարակության մեջ։ Բայց սա դժվար է, նայեք, ել եմ ասում, ամեն դեպքում դի օբյեկտիվ լինենք։ Մենք այդ պետականաշինությունը, Ֆրանսիան ինչի է Ֆրանսիա, որտեղ նա պետության ընդհատում չի ունեցել, էվոլյուցիոն ճանապարհով զարգացել է։ Կարող է 200 տարի առաջ կամ 50 տարի առաջ կամ 100 տարի առաջ Ֆրանսիայում կուսակցությունը սկսած կայացած էին։ Մենք պետության ընդհատում ենք ունեցել։ Եվ մեր փորձն է վատը, մեր պատմագիտական միտքն է վատը, չի սպասարկում անկախ մտածողությանը, պետությունը շրջանցող ինստիտուտների գերակայություն է դրված։ Հիմա տեսեք այն մի հոգի բան է, չէ, ասենք Սփյուռքի մասին բաներ, վրա են տվել։ Նայեք, պետությունը շրջանցող ինչքան ինստիտուտ կա, դրանց գերակայությունը դրված է պետության վրա։ Սփյուռքի գերակայություն, եկեղեցու գերակայություն։ Մեր պատմագիտական միտքն էլ է այդպեսին։ Մենք հələ, այսինքն էթնոմշակույթը, էթնոազգային մտածողությունը շատ ավելի ուժեղ է, քան պետականը։ Դրա համար օրինակ ասենք կաթողիկոսի հեղինակությունը մեծ է։ Եթե օրինակ մենք լինեինք պետականության մակարդակի ժողովուրդ մտածողության մեջ, 3 օր մեզ կաթողիկոսին անե բրծել էինք։ Բայց քանի որ էթնոազգային, էթնոմշակութային մտածողություն ուժեղ է, այստեղ ազգային ինստիտուտները ուժեղանում են, կաթողիկոսն է ուժեղ, սփյուռքն է ուժեղ։ Սա պրոբլեմներ են, որոնք մենք աստիճանաբար կհաղթահարենք։ Կողքներս Ֆրանսիան չի, մի քիչ բան սովորենք։ Մենք շատ գիտելիք չունենք, մենք պետք է օբյեկտիվ լինենք։ Մեր գիտելիքը պետականաշինության վերաբերյալ ցածր է։ Պետք է օբյեկտիվ լինենք։ Եվ ճնշումն է դրսից շատ։ Դա համար այսինքն օբյեկտիվ պրոբլեմներ էլ կան, սուբյեկտիվ էլ կան։ Ինձ թվում է աստիճանաբար մենք այս ընթացքը կհաղթահարենք։ Իսկ եթե եմ ասում, մեջտեղի այլընտրանքը առաջանա, մենք շատ շուտ կհաղթահարենք։